Նույնտապանում հյուրընկալել եմ հանրային գործիչ դասախոս Միքայել Հայրապետյանին, պարոն Հայրապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ արդեն 7 տարի է ամեն օր տեղից վեր կացողը իշխանություններին մեղադրում է իր վարած կադրային քաղաքականության համար, հաշվի չառնելով, որ երկրում կա կադրային ճգնաժամ, որովհետև հանրապետության տարբեր բնակավայրերում մանկապարտեզները, դպրոցները կամ չկան, կամ կիսավեր վիճակում են, թե ֆիզիկական, թե բովանդակային իմաստով, հաշվի առնելով, որ դուք դասախոսում եք, շփվում եք դպրոցներից, մանկապարտեզներից, արդեն բուհ եկած երիտասարդների հետ, կիսում եք վարչապետի կարծիքը։ Վարչապետը շատ ճիշտ է ասել։ Իհարկե կադրային սով կա իրենց պատկերացմամբ, որովհետև նմանը նմանին է գտնում, ինքը իր տիպի կադրեր է հավաքել եւ հավաքում, եւ փառքասո, որ հայ ժողովրդի մեջ այդ տիպի կադրերը այդքան էլ շատ չեն։ Վարչապետի տիպի կադրերը շատ չեն, դա հուսադրող է։ Իսկ ինչ կադրեր են շատ, այսինքն մենք ունենք կրթված, իրենց ոլորտներին տիրապետող երիտասարդներ կադրեր արդեն իսկ աշխատող։ Կարծում եմ, այո, ես պոլիտեխնիկի համար կարող եմ ասել, տեսնում շատ բանիմաց երիտասարդ դասախոսական կազմ կա։ Ուսանողների մեջ հաստատ ամեն 20 հոգու մեջ երևի 3-ը 4-ը ապագա լավ մասնագետ, ոչ միայն մասնագետ, այլ մանկավարժ մասնագետ կարող են դառնալ։ Ամենևն էլ ողբերգական վիճակում չենք։ Ուրիշ բան է, որ ուղղորդող առաքելություն ունեցող կառավարությունը, կառավարության համապատասխան օղակները չեն տեսնում դրանց մեջ այդ 3-4 հոգու մեջ, ամեն 20 հոգուց 3-4 հոգին։ Եթե այնտեղ չեն տեսնում իրենց նմաններին են փնտրում, բնականաբար պիտի դժվարություն ունենան իրենց տիպը գտնելու, որոնք ոչինչ չեն հասկանում, բայց ինչպես Հովհաննես Թումանյանն էր ասում, ամեն մեկը իր էշն է քշում։ Կրթության հետ կապված խնդիր կա Հայաստանում։ Այո, իհարկե, այն է լրջագույն խնդիր։ Կրթության խնդիրը ես չգիտեմ ինչպես է հնարավոր լուծել, եթե ամենակարևոր բաղադրիչը նվիրումը ամենաբարձր օղակներում չկա, որովհետև դա առանձին մոլորակ չէ կրթական համակարգը եւ օտարները Հայաստանը դիտարկելիս, Հայաստանում իրենց շահերը հետապնդելիս ամենաառանցքային երկու թիրախավորման կետերը, որ ընտրել են 30 քանի տարուց ի վեր եւ մինչեւ այսօր մշտապես առաջին հերթին լեզու, դրա դրսևորումը կրթական համակարգը եւ երկրորդը մեր բանակը այդտեղ են թիրախավորել մշտապես։ Մենք պարզապես չենք կարողանում առաջնահերթությունները արձանագրել եւ հասկանալ, որ այո, մեզ համար հենց ամենակարևորը կրթական համակարգն է եւ երկրորդ հերթին մեզ համար ամենակարևորը մեր բանակն է։ Մենք կրկնեմ, մենք երկու աչքի լույս ունենք եւ մեկը մեր կրթությունն է, մյուսը մեր բանակը, օտարները դա տեսնում են եւ մեր աչքերի այդ զույգ բիբերն են փոշփրում։ Օտարները առաջնորդն ռուսները եւ առաջիկայում ավելի ակնառու կտեսնենք դա, որ առաջին հարվածը ուղղել են եւ ոչ մի վարքյան չեն դադարեցրել մեր կրթական համակարգին եւ մեր բանակային համակարգին, զինված ուժերի համակարգին։ Իսկ եթե մենք գիտակցենք, մենք կզգանք, որ այդ զրահաբաճկոնը, բանական զրահաբաճկոնը, հոգեվոր զրահաբաճկոնը զրահաբաճկոնները պետք էին հենց առաջին հերթին այդ երկու համակարգերին, քանի որ այնտեղ չունենք այդ զրահաբաճկոնները, չունեցանք պատերազմի ժամանակ նաև ճակատում մեր զոհերի մի զգալի հատվածը, կարծես թե կեսից ավելին զրահաբաճկոնի բացակայության պատճառով է եղել, բայց զրահաբաճկոնը սովորական նյութական բան է, այ եթե այստեղի զրահաբաճկոն ուղեղի զրահաբաճկոնը լիներ, մենք այնտեղ պարապ տարածություն չէինք ունենա։ Սրանք շղթայի մեջ է պետք է դիտարկել, ամեն բան շղթայի մեջ է պետք է դիտարկել եւ փառքասո կրկնեմ նորից, որ պարոն վարչապետը եւ իր թիմը իրենց նմանների դժվարանում են գտնել, ուրեմն հայ ժողովրդի մահը այդքան էլ մոտ չէ, իզուր են բուժում։ Այսինքն վարչապետի արձանագրումները կրթական խնդիրների հետ կապված ամենևին ձեր ասած տեսանկյունից չեն։ Չէ, հիմա դուք կուզենայիք, որ ես
վիրաբուժությունից խոսեի կամ մոլեկուլյար ֆիզիկայից։ Երևի թե չէի կուզենա, չէ։ Բա ինչ եք ուշադրություն դարձնում, վարչապետը խոսում է կրթական համակարգից, դա ծիծաղելի է։ Եթե մի բանից չես հասկանում, քեզ թույլ մի տուր այդտեղ մտնել։ Ինչպես ասում են, կոշկակար կոշկից վերև մի դատիր։ Հիմա գանք մեր երկրորդ խոշոր քաղաքում տեղի ունեցած թիմ ընտրությունների արդյունքներին, դուք ունեք բացատրություն, ինչպես ստացվեց, որ Վարդան Ղուկասյան քաղաքական գործիչը, ով հայտնի է քրեական անցյալով, ով իր ելույթներում թիրախավորեց կանանց եւ սեռական փոքրամասնություններին, կարողացավ այդքան մեծ վստահության քվե ստանալ քաղաքացիների, արդյոք սա կապել նաեւ քաղաքացիների ընտրողների կրթական այդ մակարդակի հետ։ Այստեղ կապ տեսնել թե ոչ։ Շատ թույլ կապ կարելի է տեսնել, իհարկե, իհարկե ավելի զարգացած լինեին, շատ ավելի քիչ կլիներ այդ տրված քվեների քանակը։ Բայց գիտեք, մեզ նման հանրույթներ չէ, որ տրվել են մանիպուլյացիաների։ Մեծագույն կոմպոզիտորներին, մեծագույն փիլիսոփաներին, մեծագույն տեխնոլոգներին աշխարհին տված գերմանացի ժողովուրդը տրվեց մանիպուլյացիային եւ ամբողջ ժողովրդով հիպնոսացան ու Հիտլեր պահեցին երկար ժամանակ եւ իրենց գլխին փորձանք բերեցին։ Մեր խեղճ ծեծված 1000 տարի պետականությունից զրկված պետական ավանդույթներից հետ վարժված ժողովրդին մանիպուլացնելը շատ ավելի հեշտ է։ Այնպես որ մտքի մարդկանց, մտավորական մարդկանց մեղքը սովորական ժողովրդի գրպանը գցել պետք չէ։ Գուցե ես ու ինձ նմաններն է, որ թերացել ենք, որ չենք կարողացել այնպես անել, որ նրանք կարողանային մեջքով շրջվել, ինչպես եկեղեցում է արվում եւ ասային հրաժարիմ կի սատանա է։ Չեն արել։ Այնպես չի, որ յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը, ոչ յուրաքանչյուր մտավորականություն արժանի է իր իշխանությանը, որովհետև ինքն է ձևավորում իշխանությունը, ժողովուրդը չէ, որ ձևավորում է։ Մարկ Տվենը ոնց էր ասում, եթե ընտրություններում բան որոշվեր, հաստատ մեզ թույլ չէին տա, ընտրություն կատարել թույլ չէին տա, այնպես որ խեղճ ժողովրդին բան պետք չի ասել, մտքի մարդկանց, եթե մեղքի սլաքներ ունեք ուղղելու, ապա մտքի մարդկանց ուղղեք։ Նրանք են, որ քսու են, նրանք են, որ գծուծ են, նրանք են, որ կրամոլ են, նրանք են, որ չեն առաջնորդվում իրենց մտքի թելադրանքներով, որից է բխում է մտավորական բառը, այլ առաջնորդվում են որովայնով, ճիշտ այնպես, ինչպես սովորական փերեզակը կաներ, հա, մանրավաճառը կաներ, մեր քաղաքական վերնախավը, մեր տնտեսական, մեր մտավոր վերնախավերը բոլորը, դրանք բոլորը այդ մանր փերեզակի հոգեբանության մեջ են եւ մտածական դաշտում են դրանց։ Եթե մեղավոր ենք ման գալիս, ապա խնդրեմ ինձ նմաններից սկսեք, ինձանից սկսեք, ինչ որտեղ մենք ենք թերացել։ Ինչպես մի հրաշք տղա կար, Սևակը, ազգանունը չեմ հիշում Սևակի, որ իր վերջին ելույթը 44 օրյայի ժամանակ զոհվեց ինքը, սարի վրայից ունեցել, ասում է, դիվանագիտությունն իր հերթին, արվեստագետն իր հերթին, սրանք բոլորը պարտվել են, դրա համար է, որ ես հիմա այստեղ եմ կանգնած։ Այսինքն մեր պարտությունը չգցենք սովորական ժողովրդի գրպանը, դադարենք, սովետը մեռել է արդեն, դադարենք սովետական մենթ լինելուց, որ գրպանը պլան են գցում, պլանի հոդված է դնում վրաները։ Սա նշանակում է, պարոն Հայրապետյան, որ 2026-ին սպասվող համապետական այդ ընտրություններում մենք էլի դրական արդյունք կամ փոփոխություն չպետք է ակնկալենք։ Քաղաքական դաշտի փոփոխություն, քաղաքական ուժերի, էլիտաների այսպես կոչված։ Չէ, իհարկե հուսահատվել երբեք պետք չէ, որտեվ 26 թվականին հասնելուն դեռ շատ երկար ժամանակ կա, իսկ թե այդ ընթացքում ինչեր կլինեն մեր տարածաշրջանում եւ աշխարհում, մասնավորապես մեր տարածաշրջանում, դրանով էլ մեծապես պայմանավորված կլինի, թե այդ ժողովրդի քվեն ուղղորդող մտավորականների մեջ, մտքի մարդկանց մեջ ինչ որ բան փոխված կլինի, այսինքն զգաստացած կլինեն։ Գիտեք, այստեղ խնդրեմը որն է։ Եկեք մեր էպոսից գանք, որտեղ կոդավորումն այնտեղ է դրված, մեր ցեղային կոդավորումը։ Մսրամելիքը խաբեությամբ Դավթին գցեց հորը 40 ջախջի քարովել, պատեց, որ չկարողանա դուրս գալ, եւ Դավիթն այնտեղ փթելու մեռնելու էր։ Թեկուզ հսկայական ուժ ուներ։
այ իր տեղում գտնվեց Ձենով Օհանը, իր առաքելությունը, իր կոչումը կատարեց, նա գոռաց այնտեղից սթափեցրեց։ Ձենով Օհանը չէր կարող անել Դավթի դերը, չէր կարող ստանձնել։ Դավիթն չէր կարող Ձենով Օհանի դերը ստանձնել։ Նրա հասկացածը հասկանալ, ապա այլապես ինքն սկզբից գլխով կխփեր այդ քարերը կփշրեր, այսինքն յուրաքանչյուրն իր տեղում պիտի գտնվի։ Ես հուսամ, որ այդ կոչնակ հնչեցնողները, ովքեր կոչված են այդ կոչնակը հնչեցնելու, իրենց առաքելության մեջ կգտնվեն։ Կյանքը կստիպի մեզ, մեր շուրջը պայթող եւ մեր ներսում պայթող ռումբերը կստիպեն մեզ սթափվել եւ չկնել են պատմված կար չէ՞ մի ցանկապատը, որ պատերազմը եկել հասել է իրենց դռանը, երկու հարևան կռիվ են անում, թե մի քանի մետր հողը ումն է լինելու։ Մենք հիմա այդ կռիվն ենք անում ներսում, առանց մտածելու, որ թշնամին վրա է տալիս, ուղակի գալիս, իսկ այդ թշնամին սովորական անձի կամ ազգի կամ բանակի տեսքով չէ, դա հիբրիդային թշնամի է, խառնուրդ թշնամի է։ Մենք միայն մտածում ենք հնդիկներից քանի հատ զենք վերցնենք։ Այդքան զենքեր մենք թողեցինք ադրբեջանցիներին։ Այս գլխից մեր հողը հանձնելուց հետո ռազմատուգանք տվեցինք ըստ էության նրանց։ Հսկայական զենք, միլիարդի հասնող զենք թողեցինք այնտեղ։ Այսինքն զենքը ինքնին ոչինչ է։ Ինքն ավելի ստորին մակարդակի է նյութական զենքը, քան մտավոր եւ հոգեվոր զենքերն են։ Մտավոր եւ հոգեվոր զենքերով է պայմանավորված նյութական զենքի կիրառության արդյունավետությունը։ Եթե մենք նույնիսկ քրեական աշխարհն է հասկանում, եթե մենք չհասկանանք դա, որից հետո է, մենք մշտապես նույն փոცხի վրա կանգնելու ենք ու ճակատներից ուտելու ենք, բայց դա արդեն առնոտած է ճակատը, գուցե թե վերջին հարված լինի, մենք գնանք ուղղակի չգոյություն, եթե հանկարծ չստափվենք, եթե Ձենով Օհանա չլինի, այլապես Դավիթն այնտեղ փթելու է։ Ինչքան ոգեղեն ուժ կա մեր ժողովրդի մեջ, իրոք կա։ Դա բորբոքելու, դա բացելու փոխարեն վարդանիկությունն է բացվում։ Սա ողբերգությունն է։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Մատարածաշրջանում ինչ զարգացումներ եք սպասում, ինչ աշխարհաքաղաքական իրադարձություններով եք դրանք պայմանավորում, արդյոք ձեր ասածը կամ ձեր կանխատեսումները կապված են նաև Թրամփի ուղիղ քաղաքականության հետ։ Այո, դժբախտաբար այո։ Ես չգիտեմ, պարոն Թրամփը քանի ձայն է հավաքել։ Պատկերացնում եք, մարդկանց այդ խումբը, նրան ձայն տվածների խումբը 8 միլիարդ մարդու ճակատագիր է որոշելու հիմա։ Բայց հուսամ, որ ինչպես ընկերս գեղեցիկ արտահայտվեց, հուսամ գելթոզ է անում, էլի գելթոզ է անում Թրամփը եւ չի կարողանալու անել Կալիգուլային վայելային խելագարությունները, ինչ հիմա արվում է աշխարհում։ Բոլորիս հայացքն ուղղված է դեպի Ամերիկա։ Գիտեք, դուք փոքր եք այդ դժոխքի միջով չեք անցել։ Դժոխք ես խորհրդային միությունը նկատի ունեմ։ Այն ժամանակ ինձ նմանները, որոնք շատ չէին բարեբախտաբար մեր ժողովրդի մեջ, իրենց հայացքն ուղղել էին դեպի ազատ աշխարհ։ Հիմա ազատ աշխարհի դեպի արևմուտք։ Ամերիկայի ձայն, ազատ Եվրոպա, ազատություն, ռադիոկայաններ, հա, այնտեղից ենք մենք մեր հույսի սնունդը ստանում։ Հիմա դա է ռմբահարում պարոն Թրամփը։
Ուսամ որ Ամերիկան այն երկիրն է, որ Թրամփ չէ, հազարատ Թրամփ էլ լինի, կամ նրա տեղակալի նման, որով առաջին ելույթով հիացել է փոխնախագահի ամենը, որ Եվրոպայում ունեցավ, ասում, այ վերջապես ծնվեց ամենապրագմատիկ իդեալիստը։ Բայց հետո երբ որ տեսա Զելենսկու մոտ ոնց էր պահում, այդպես ասենք քուչի տղերքն են պահում, ինչի շնորհակալություն չես ասել, բա գլխարկ ինչի չես դրել, Երևանցի տղերքը այդ անեկդոտը կհիշեն, էլի, ինչու գլխարկ չես դրել, ու դրա համար պատժել, դա իդեալիզմի ամերիկյան իդեալների հետ կապ չունի, բայց չէ՞ որ ինձ նմաններն են այստեղ վատ զգալ, ուրեմն մենք խապված ենք այն հեղնար աղբյուրի մեջ, ոնց ասում է, բկյանքը սիզուր անցավ, այսինքն մենք մեր հայացքն ուղղել ենք արևմուտքին եւ փորձում ենք այստեղ փոքրիկ արևմուտք սարքել։ Այստեղ իրար ձեռքից խլխլելով, որ փակեր չէր կարող լինել Pink Floyd-ի ու Beatles-ի ձայնասկավառակներ ճարել ու լսել, ազատությունը դա հիմա այդ ազատությունն է ոչինչ ասում, այսինքն իդեալիզմ, առանց իդեալների չկա ոչ մարդիկ, ոչ հանրություններ, հիմա գլխի վեր շրջում է աշխարհակարգ փոխելը դեռևս չի նշանակում սրիկա դառնալ, այո իհարկե աշխարհակարգը պետք է փոխվի, որովհետև սովետական միությունը խայտարակ պարտություններ կրել, նրա ժառանգորդ Ռուսաստանը հիմա փորձում է պարտության ռազմատուգանքը չվճարել եւ ասել չէ ես էլ մնացել եմ նույնը։ Իրեն տեղը պիտի ցույց տան, բայց այդ տեղը ցույց տալով, անտառը կտրելով, այսպիսի ցախեր շպրտել դուրս խեղճ ուկրաինացի ժողովրդին զոհասեղանի բարձրացնել, Սիրիայի նման երկիր ոչնչացնել, նեոսմանիզմի ջրաղացին ջուր լցնել, այստեղ ամերիկյան իդեալներն են, որ Ամերիկայից դուրս սովետական դժոխքում ապրածներից ցավ է պատճառում, այդ իդեալների կորուստն է, որ ցավ է պատճառում, ուսամ որ բայց դրանով հանդերձ պարոն Հայրապետյան, միևնույն է, կարծես թե չի ստացվում Թրամփին Ուկրաինային այդ ձեր ասած զոհասեղանին իսկապես բարձրացնել եւ որովհետեւ դեռ Պուտինի հետ գործարք կնքել, այսպես ասած։ Չէ, կնքելու, որովհետեւ ինքը առևտրական է, բիզնեսմեն է, Պուտինի սամբո է անելու, դա հասկանալի է, բայց մեզ ինչ։ Մենք դիասպոր չենք նայում, մեզ ճակատագիրն է, դեռ ասենք թե Պուտինից խլեց, ասենք թե Կամչատկան կամ, չգիտեմ, Լենինգրադի մարզը, մեզ ինչ։ Մեր ելակետը որն է, այստեղ էլ մենք մտածական խնդիր ունենք, խորքային ճգնաժամ ունենք։ Մենք աշխարհին նայում ենք բարու եւ չարի արդարադատության տեսանկյունից ոչ։ Մեր ելակետը մեր ազգային շահը պիտի լինի, մեզ ինչ։ Եթե հայ ժողովրդի համար լավագույն ելքն այն կլինի, որ Մոսկվան մոխիրների վերածվի, ապա թող վերածի Զելենսկին դա մոխիրների։ Եթե հայ ժողովրդի համար, Հայաստանի պետության համար լավագույն ելք կլինի, որ Կիևը մոխիրների թող Պուտինը դա մոխիրների վերածի, հասկանում եք, մեր ելակետը որը պիտի ինչու ամբողջ աշխարհն այսպես է մտածում, իսկ մենք ինչ որ անգո արդարադատության ետևից ենք ընկել, չէ՞ որ մեր հանդեպ երբեք արդարադատ չեղան։ Մենք թե մեր իշխանությունը, պարոն Հայրապետյան։ Մենք իշխանությունները այսպիսին են, որովհետև մենք դեռևս չենք պորտալները կտրել, կայսրությունը չենք կարողացել, բնականաբար չեմ մեղադրում, որ չենք կարողացել, հարց չկա, աստիճանաբար է դա լինում, հարց չկա, բայց եթե եւ բոլոր իշխանությունները ընդհանուր մինչեւ այսօր ռուսական ներկայացուցիչներ էին, բնականաբար ռուսները հիմա մեզ ստորացնելու համար պիտի բերեին այս որակը իշխանության, դրանից առաջ պիտի բերեին, ասենք, Քոչարյանի որակը պիտի բերած լինեին, հա։ Այնպես որ տեսեք, այս շղթայի մեջ եթե նայենք, մի հատ ուրիշ Վարդան Ղուկասյան էլ կար, չէ, որ հայվելով խոսում էր։ Ինքը ինքնին ծնունդ չէ, գիտեք դրա ակունքը որտեղ է գնում։ Երբ որ պարոն Քոչարյանը մեր երկրի առաջին դեմքը լինելով, ասենք կլիզմայից էր խոսում, մեջքից մի քիչ ներքև փրկելը մասել Վանոյի մասն էր խոսում, հայ գրող Վանո Սիրադեղյանի մասն էր խոսում, այդպես արտահայտվելով։ Այդ նույն բառապաշարը բա իհարկե տնկվել էր որպես տնկի, ջրվեց եւ պիտի դուրս տար այս ձևով։ Մենք պատճառը հետևանքային կապի մեջ չենք ուզում դիտարկել մեզ հետ կատարվողը, մեր շուրջ կատարվողը։ Մենք դիսկրետ հատվածներ ենք վերցնում ու սկսում ենք մուննատ գալ, թե ինչու է այսպես։ Այն ինչ հիմա կատարվում է շատ օրինաչափ է։ Բնականաբար Ռուսաստանը չպիտի ուզենար, որ այստեղ լինեին այնպիսի իշխանություններ, որոնք տարբեր կլինեին այսօրվա պարոն Փաշինյանի իշխանությունից։ Դա դեռ 5-րդ դարից
մեզ համար գրված թողել է Մովսես Խորենացին։ Այն որ Սահակ Պարտերն ասում է, ես իմ հիվանդ ոչխարն օտարի առողջ գազանի հետ չեմ փոխի, որովհետև նրա առողջությունն արդեն իսկ վնաս է ինձ։ Այս մոտեցումը մենք չունենք։ Մենք խորենացու հետևորդը չենք դարձել։ Խորենացու արյան խումբը մեր միջից դուրս է եկել եւ մտել է դրա փոխարեն թաթար-մոնղոլական ինչ-որ բան եւ ռուսական, այն մի պոյմենինի որ բռնված չես, ուրեմն գող չես, այսինքն ռուսական մտածողությամբ խնդիրը գողություն չանելը չէ, այլ չբռնվելն է։ Մենք դարձել ենք այդպիսին։ Այն դեպքում, երբ որ խորենացուց մեջ բերածս հատվածում Սահակ Պարթևությունն այլ բան է ենթադրում, դարձյալ ելակետը որն է, իմ հիվանդ ոչխարը։ Իհարկե մենք առողջություն պիտի գերադասենք, բայց ոչ օտարի առողջ գազանը մեր գլխին դնելով, բա օտարը իհարկե պիտի մշտապես ուզենա, որ այստեղ հեշտ կառավարելի լինելու համար բերի հնարավորինս հիստերիկ, հնարավորինս տգետ թերուս կերպարների կամ էլ մինչև վերջ սրիկաների, որ գուցե ուսյալ են, ցանկ ավելի վատ որակ են, ուսյալ, բայց մինչև վերջ սրիկա, որևէ արժեք սրբություն չունեցողների բերի, եւ այդպես էլ վարվել է։ Նայած որ պահին իր կառավարման համար, որ թնդությունն է ավելի հեշտ եղել, ավելի դյուրին եղել, այդպիսիները բեր պարոն Քոչարյան, պարոն Սարգսյան, պարոն Փաշինյան, հա, այդ տեսակին է բերել։ Բայց այդ նույն կայսրությանը չի աջողվում նույնպիսի քաղաքականություն վարել, օրինակ Ադրբեջանում, Բաքվում։ Իհարկե վարում է։ Ադրբեջանում Ռուսաստանը մեծ դերակատարություն ունեցավ, որպեսզի այնտեղ Ալիևների ընտանիքը հենց իրենք բերեցին իշխանության Հեյդար Ալիևին, այս Ալիևի օրը, որ ԿԳԲ-ի գեներալ էր, հա, գեներալ գնդապետ, շատ բարձր պաշտոնի, որպեսզի իրենց չեկիստական համակարգի հետ ավելի համաչափ սինխրոն լինի։ Եվ այսօր Պուտինը պատահական չէ, որ Ալիևի արձան պիտի բացի Մոսկվայում, բայց չեկիստի արձան պիտի բացի։ Այնտեղ դա էր պահանջվում, բերել է իր նմանին։ Այստեղ բերել է մեր քաշը հաշվի առնելով, բերել է գավառական ինչ-որ կերպարների եւ որոնցով կկառավարվի։ Այնտեղ չեկիստով է կառավարելի, այստեղ գավառամատությամբ է կառավարելի։ Վրաստանում բանով այդ Իվանիշվիլու նման հանցավոր կապիտալով հարստացածով է կառավարելի։ Տեսակ ամեն ինչ արեց, որ այն Ֆրանսում իրենց նախագահին դուրս շպրտի կամ սխալմամբ բերել էր Սաակաշվիլուն, տեսավ չէ, ամերիկացիները տարել են, քաշել են դեպի իրենց, ինչ օրը դրեց Սաակաշվիլուն։ Այնպես որ մենք պարտապես պիտի կարողանանք այդ ճոճքի մեջ ծայրահեղությունների վրա չֆիքսվել, ամբողջ գունապնակի բազմերանգությունը տեսնել, իսկ դա մտածական բազմերանգի մասին է խոսքը եւ ոչ թե պապուասների նման, որ գունավոր բաներ են տեսնում ու վազում են դեպի դա, չլինենք էլի այդ աստիճանի պապուաս։ Պարոն Հայրապետյան, այդ չեկիստը նշանակում է, երբ ցույց է տալիս իբր անկախ քաղաքականություն է վարում, դա ընդամենը ցուցադրություն է։ Ալիևին, այո։ Իհարկե։ Անկախության աստիճան ունի, բայց նայած ումից ինչքան ունի։ Նիկոլը մի հատ բան ասաց, որում ասեն բավականին խելացի բաներ, ընկավ հարվածների տակ, քացիների տակ ընկավ դրա համար, որովհետև մի քիչ փնթի լավ չձևակերպեց։ Ժամանակակից աշխարհում դասական անկախությունը բազմակի կապերի, բազմակի կախվածությունների մեջ է։ Ալիևը կարողացել է դա ապահովել։ Մասնակիորեն կախված է Պուտինից, իր հոր գոլեգայից եւ իր գոլեգայից, հա, չեկիստից է կախված, որի այդ կախվածությունը ինքը կարողանում է շատ գեղեցիկ ծախել արևմուտքին, այնտեղից ստանալ արևմուտքից ունեցած իր կախվածությունը շատ լավ ծախել Թուրքիային, Թուրքիայից կախվածությունը ռուսներին եւ հարաբերական անկախություն ունենալ, բայց որ ասեք բացարձակ անկախություն ունի, բացառված է, եթե հանկարծ Ռուսաստանը, Թրամփի Միացյալ Նահանգները եւ շահագրգիռ Թուրքիան չուզենային, Ալիևը տեղով կրակ դառնար 44-օրյան չէր սկսելու, չէր կարողանալու սկսել։ Առավել եւս հաղթել, բրավո, ճիշտ եք ասում։ Այսինքն մենք փորձենք այդ համակարգի բազում թելերը տեսնել եւ ընդհանուր հայտարարը, ընդհանուր միավորը բերել, դե սրան ամեն թել իր արժեքն ունի, հա, այդ արժեքների միջին թվաբանականն ինչ է անում, այդքանով էլ կտեսնենք, այնպես չի որ Ադրբեջանը շատ ավելի անխոցելի վիճակում է այսօր, քան Հայաստանը։
Հələ Հայաստանը խոցելի է Ադրբեջանի նման երկրի կողմից, Ադրբեջանը շատ ավելի լուրջ տեղերից է խոցելի, նա որ գմփալ է ուղղակի, իսկ մենք չէ, այնպես որ հուսահատվել պետք չէ, ուղղակի պետք է այնպես անել, որ ոչ միայն մեր կորուստները քիչ լինեն առաջիկա մեծ բախման ժամանակ, այլ ավելին ասեմ, մենք կարող է ստանանք այնպիսի բաներ, որ նույնիսկ ամենապայծառ երազում չենք կարող տեսնել, այսինքն երազասուն չլինենք, հələ մի հատ բանականությամբ հաշվենք, ես ավելին մանրամասնել այս պահին նպատակահարմար չեմ գտնում եթերով, բայց դրա հնարավորությունները ընդ որում ոչ մեկ դռնով բացված, այլ բազում դռներով բացված, ես տեսնում եմ, եւ տեսնողներ շատ կան Հայաստանում։ Այսինքն այդ խաղաղություն կոչվածի մասին չենք խոսում, ամենևին չպետք է պատրաստվել խաղաղության։ Սիրելի Էլիզա, հիշում եք մենք 1 տարի առաջ, 2 տարի առաջ, 3 տարի առաջ կան ընդհանուր ասում եք սա, ես ասում եի չի լինելու։ Ինչու ենք լուրջ կրթություն ստացած Իլհամ Ալիևին իդիոտ համարում։ Չէ՞ որ նա իդիոտ չէ, նա հասկանում է, որ հիմա պետք չէ կնքել, որ շանսը բացվի, շանսը բաց լրացուցիչ շղթայի վրա չի վերցնում, թեկուզ հեշտ կլինի թղթի կտորը շպրտել մի կողմ իր համար, բայց լրացուցիչ շղթային ինչու պիտի դնի իր ձեռքին, ձգձգման քաղաքականություն է տանում։ Մերոնք էլ չձգձգման քաղաքականություն են իբրև թե ուզում տանել, բայց դարձյալ տեսեք ասում են իբրև թե այստեղ դարձյալ բազմանիստ է երկրաչափական այդ պատկերը շատ բազմանիստ է։ Ախր մենք կարծում ենք, որ այդ բակային զրուցարանների մակարդակի է քաղաքականությունը, դա բարձրագույն մաթեմատիկա է, գումարած արվեստ։ Շատ լուրջ բան է քաղաքականությունը եւ բակայինի մակարդակով պետք չէ վերաբերել դրան եւ սոսկահար լինել։ Տեսնում եք, մենք ես օրինակ հիշում եմ, որ 44 օրյա պատերազմի ընթացքում Facebook-յան այդ ֆիդայները, հերոսները, կանայք տղամարդիկ հաղթել ենք, հետո էլ հաղթելու ենք, հետո Ալևին էին նկարում ոչխարի տեսքով, մենք որ ցենց հաղթել ենք, հասկանում եք, ամբողջ մեր էներգիան գնում էր այդպիսի երազասուն բաների հետևից, եւ չգտնվեցին նրանք, ովքեր ոչ միայն իրականությունը կասեին, այլ նաեւ իրականությունը բարեփոխելու միջոցները կասեին։ Կես բերան փորձեց հենց վարչապետը ճշմարտություն ասել եւ հանկարծ հանդիպեց ընդդիմության ասած դե հերնել անիծած ոնց գեղի նախիրեն հենց էլ պարվի մոզին եւ գնաց այդ ուղությամբ մենք տեսանք ինչի հանգեցրեց։ Ճշմարտությունը որ նա ասաց։ Որ ասաց հենց հիմա էլ կարող եմ խաղաղությունը բերել։ Փաստաթուղթը ստորագրել, բայց դուք համաձայն եք, որ մենք այս շրջանները բաները տալիս են խորհրդարանն ասած չէ, խորհրդարանը ենթադրում է որևէ երկրի խորհրդարան ենթադրում է, որ իր քաղաքական էլիտան է այնտեղ։ Քաղաքական գործիչներն են։ Այսինքն մենք տեսանք, որ մեր խորհրդարանը քաղաքական մարմինը ունի քաղաքական միտք։ Որևէ մեկը ազնիվ չգտնվեց, ընդ որում չէր ուզենա, որ Նիկոլի Գերպանը պլան գցեն, էլի խավության նոխազ սարքեն, այդպես էլ մենք խավության նոխազը հայկական երևույթ չէ։ Էլ ավելի չհայանանք, հա, առանց էլ շատ ենք հայությունից հեռացել, Նիկոլին սարքեն մենակ խավության նոխազ, ոչ, ինքը դժոխք գնալու չափ մեղքեր վերցրել է իր վրա եւ ոչ միայն այդ 44 օրյա պատերազմում եւ ոչ այնքան այդ պատերազմում կամ միայն արտաքին հարաբերություններում, այլ ներսի ավերածությունների համար առաջին հերթին, հոգևոր ավերածությունների, որտեղ այդ տարածքային կիլոմետրերը միշտ հնարավոր է վերականգնել, երբեք հուսահատվել պետք չէ։ Եվ դա իդեաֆիքս արկելն էլ հոգեկան խանգարման նշան է, ինչ են, դուք գիտեք, իրանական բարձրակետը, իրանցի ժողովրդի պայծառության գագաթնակետը այն ժամանակ էր, երբ իրենց մայրաքաղաքը Լիզբոնն էր։ Լիզբոնն այսօր Իրանի կազմում չէ։ Պատկերացնում եք, որ ամբողջ իրանական գրականությունը, իրանական միտքը, իրանական այսօրվա ժամանակակից տեխնոլոգիաներում այդ Facebook-յան իրենց հերոսները Լիզբոնի մասին գրեին։ Հելենիզմից հետո հունական բարձրակետը կապված է Բյուզանդիոնի, Կոստանդնուպոլսի հետ։ Այսօր իրենց տարածքում չէ։ Այսինքն տարածքները գնալովի գալովի են, էլի, պետք չի որ մենք այստեղ
հոգևոր կորուստներն են, որ անվերականգնելի են։ Եթե մենք մի անգամ դարձանք փչացած եւ ասացինք, որտեղ հաց այնտեղ կաց, այ դա անվերականգնելի է։ Շատ բարդ է դա վերականգնելը։ Ես ինքս չեմ տեսնում, թե ինչպես է հնարավոր դա վերականգնել։ Մանավանդ որ տեսնում ես ինչպիսի ահեղ պաշտպաններ կա այդ լկտիությանը, վարչապետի մակարդակի պաշտպան կա։ Ինձ նման ողորմելիներն ինչ պիտի անեն, որտեղ հաց այնտեղ կացի դեմ սուր ճոճելով։ Ոնց գեղինախիրն այնպես պարվի մուզիկը ոնց։ Բայց վարչապետը չի ասում, որտեղ հաց այնտեղ կաց, ասում է երկար ժամանակ մտածել եք, որտեղ հաց այնտեղ կաց, հիմա փոխեք, մտածեք, այստեղ հաց, այստեղ կաց, նկատի ունենալով մեր Հայաստանը, այստեղ մնալ, այստեղ աշխատել, արարել։ Ասել դուք աղջիկ եք, դուք իրավունք ունեք այդպես մտածելու, նուրբ, բարոյական արդարացման, դա շատ գեղեցիկ է, բայց եթե մեկը հասել է վարչապետի մակարդակի, պիտի հասկանար, որ դրանք ըստ էության նույն բանն են, դրանք ֆիզիկական, նյութական մակարդակի խոսակցություն են։ Պիտի ինքը վարչապետ է, ինքը պիտի ուրիշ հացի մասին էլ խոսեր։ Դա նյութական հացի մասին չէ, դա մատնակաշն ու բուխանկան չէ, իսկ ինքը խոսում է մատնակաշի ու բուխանկայի համար։ Ասում է, դե հենա բերել է, դե թող գային, եկել են Քիմ Քարդաշյանն եկավ, այսօրվա աշխարհում ամենանշանավոր հայը, հա։ Սերժ Թանկյանն եկավ, նշանավորագույններից մեկը, հա։ Բայց ինչու նորից չեն գալիս, որովհետև եթե սոսկական հացն է, իմացեք, հացը այսօր պատերազմող Ուկրաինայում ավելի հեշտ կարող են վաստակել, քան Հայաստանում։ Ուրեմն ուրիշ տիպի հացի մասին է խոսքը, իսկ այդ հացի բանաձևումները չկան։ Իսկ որտեղ էլ որ կա, պարսատիկով խփում ու փշրում են, Նժդեհը ֆաշիստ է, չգիտեմ, Արարատը չէ, Արագածին հայացքներ տուղեք կամ շլդիկ դարձեք, մի աչքով Արագած, մի աչքով Արարատ նայեք, են չգիտեմ, որ մայրը մի հատ կարող է լինել, հասկանում եք, այս ուրիշ հատույթների մասին է խոսքը, ես ցավում եմ, որ մշտապես մեր իշխանություններին հատկապես քարոզելու արկ ունեցող իշխանությունները եղել են գավառական, ինչպես որ Վահան Տերյանն մեր նոր գրականության համար ասում է, կիսագյուղական, գավառական, ցածրակարգ իշխանություններ են եղել, որոնց վազքը մկան նման էր մինչև մարակը։ Եվ որոնց չկա նաև ընդդիմություն։ Այո, որտեղ ընդդիմությունն էլ նույն, որտեղ մեզ թվում է թե մտավորականն այլ բան է եւ քաղաքական գործիչն այլ բան է։ Քաղաքական գործիչը հենց ինքը մտավորականը պիտի լինի։ Եթե մտքի մարդ չի, կրթության հետ կրթությունը չասեմ, այդ դիպլոմի հետ կապ չունի, կարող է մարդը դիպլոմ չունենալ, բայց ամենալուրջ մտավորականը լինել։ Դրա համար մենք եկեք մի հատ սրանք սահմանենք, հա։ Մտավորականը երևի նա է, որ սովորական զանգվածի ի տարբերություն սովորական զանգվածի, որի վարքը կարգավորվում է նյութական գրգեռներով, այս ինչն ունենամ, հացը շատ լինի, բան, այլ միտքն է կարգավորում, միտքն է ուղղորդում նրա խոսքը, նրա վարքը։ Այ մեր քաղաքական գործիչները մտքի մարդիկ չեն, անկախ նրանից թե քանի դիպլոմ կարող են ունենալ։ Դրա համար էլ ընկած իրենց նման գավառացիներ են ման գալիս, գավառացիներ գնացեք ճգնաժամ չունեն, իրենց տեսակի ճգնաժամ կադրային չկա։ Գնացեք Սուրմալուի շուկայից բանից հավաքեք, բերեք, այդ նույն կլասին եք էլի, ավելին չեն։